Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Գալայրուստանգերության եթերում «Իմ իրավունքը» հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հաղորդման դիտակետում մանկատանը եւ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների հոգսերն ու խնդիրներն են։ Ինչ պարտավորություններ ունի պետությունը մանկատանը հայտնված երեխայի նկատմամբ։ Թեմայի շրջանակներում իմ զրուցակիցն է Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բարև ձեզ, Տիկին Բախշյան, նախ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Տիկին Բախշյան, այսօր պետությունը որքանով լիարժեք ուշադրություն է դարձնում մանկատանը եւ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների նկատմամբ եւ արդյոք այդ իրավունքները պաշտպանված են լիարժեք։ Գիտեք, երբ նայում եք ֆինանսավորման ցանկը, թե որ մանկատան, որ գիշերօթիկ դպրոցին պետությունը տարեկան կտրվածքով ինչքան գումար է տալիս, դա բավական հնչեղ գումարներ են։ Օրինակ, ես ձեռքիս տակ ունեմ 2009 թվականին մանկատների ֆինանսավորման, այսպես ասած, ցանկը, օրինակ, Գյումրու մանուկների տուն մանկատան յուրաքանչյուր երեխային 2009 թվականին $7677 է բաժին ընկել, իսկ այդ հաշվարկով է տրվել, իսկ Վանաձորի մանկատան օրինակ ուղիղ կեսը սրա, եւ բացատրությունը նաեւ, որտեղ Գյումրու մանկատանը ապրում են 0-ից 6 տարեկան առողջական շատ լուրջ խնդիրներ ունեցող երեխաներ, հետեւաբար նրանց առողջության վրա ծախսվող գումարները պետք է շատ ավելի մեծ լինեն, դրա համար 2 անգամ ավել է այդ մանկատանը ֆինանսավորումը։ Բայց անձամբ ես, երբ հունիս ամսին եղել եմ այդ մանկատանը, հետևյալ պատկերն եմ տեսել 10 խմբից 129 երեխա է, այնտեղ ուրեմն այսօր ապրում 10 խմբից 2-ի պայմանները շատ վատն են, մնացածները բավարար, դա նշանակում է, որ ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակը այդ երկու խմբերում բոլորովին նպաստավոր չէր, երեխաները շատ վատ կահավորված սենյակներում էին։ Իրավունքի խախտման դեպքեր այնուամենայնիվ գրանցվել են։ Այստեղ իրավունքի խախտումը պետք է ամրագրել հետևյալ կետերով. Առաջին, երեխաների առողջության հետ կապված տևական կամ շարունակական խնամք չկա։ Նու չկա ասելով, այդ երեխաները կարիք ունեն անընդհատ բժշկական օգնության, նրանց պետք է անընդհատ մասնագետները ստուգեն, ատամները պետք է ստուգեն, պետք է անալիզ արվի անընդհատ, բայց երբ խնդրեցինք երեխաների առողջության վերաբերյալ տեղեկանքները, մեզ պարզապես չտրամադրեցին, բժիշկը ասեց, տնօրեն այստեղ չեմ կարող տալ։ Եվ մենք հասկացանք, որ հետագայում նախարարին ես նամակ գրեցի պարզաբանում խնդրելով, թե ինչու է կայանում այդ գումարների մեջ առողջության հատկացվող մասը որն է, որքան է եւ ինչպես են կազմակերպում երեխաների առողջության իրավունքի պաշտպանության խնդիրները, ինձ պատասխանեցին, որ կան այս կազմակերպությունները, որոնք հետևում են, բայց ճիշտն ասած դա օդում ասված խոսքեր էին։ Այսինքն վերահսկողության պակաս այնուամենայնիվ կա հաշվետվողականության բացառված պակաս։ Հաշվետվողականություն, թե յուրաքանչյուր երեխայի վրա ինչպես է ծախսը երևում առողջության պահպանման, կրթության պահպանման, բոլորովին չի երևում, չի տարվում այդ գործընթացը վարչական կազմի կողմից։ Վարչական կազմը զբաղված է երեխաներին կերակրելով գոյությունը, խնամքը, առօրյա խնամքը պահպանելով, բայց պետությունն ասում է, որ ես գումարը տալիս եմ այս խնդիրների համար, որտեղ սահմանադրությամբ այդ երեխան ունի կրթության իրավունք, առողջության պահպանման իրավունք, հանգստի իրավունք եւ այլ իրավունքներ։ Այդ բոլոր իրավունքների համար յուրաքանչյուր երեխային $7677 2009-ին տվել պետությունը։ Տիկին Բախշյան, թեմայի քննարկմանը մենք կանդրադառնանք, այժմ առաջարկում եմ դիտել տեսանյութ, որը պատմում է Գյումրու մանկատների եւ գիշերօթիկ հաստատությունների մասին։ Դիտենք տեսանյութը, որից հետո կշարունակենք մեր թողարկումը։
Մանկատները բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ են, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունը մինչև նրանց 18 տարին լրանալը։ Մանկատները լինում են ընդհանուր տիպի եւ մասնագիտացված։ Հայաստանում գոյություն ունի թվով 8 մանկատուն, որտեղ ապրում է շուրջ 800 երեխա։ Համաձայն երեխա իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել։ Մանկատանը երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, երեխայի իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան։ Որքանով են պաշտպանված մանկատան եւ գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների իրավունքները, եւ ասենք 5-ամյա երեխան, ով ճակատագրի բերումով հայտնվում է մանկատան դռներից այն կողմ, ինչ իրավունքներ ունի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Գյումրու Ֆրիդթյոֆ Նանսենի անվան այս տարվանից որպես երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ դպրոց վերակազմավորված կառույց այցելում է 80 երեխա։ Որքանով են պաշտպանված երեխայի իրավունքները այս հաստատությունում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աղմկոտ բացահայտումներ այս կառույցում մի քանի տարի առաջ հայտնաբերել է, տնօրենն էլ աշխատանքից հեռացվել է։ Հիմա ինչ է փոխվել այստեղ, հարցին պատասխան տալ չցանկացան ոչ հաստատությունում եւ ոչ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ Մի քանի օր շարունակ պարզաբանումներ ստանալ փորձեցինք նախարարությունից, սակայն աշխատակիցները կտրականապես հրաժարվեցին հարցի վերաբերյալ որևէ ինֆորմացիա տրամադրել։ Ակնհայտ է մի բան, որ ծնողական խնամքի զրկված երեխաները նման չեն ընտանիքներում մեծացող իրենց հասակակիցներին։ Հայերի համար երեխային լավ պահելն ու ծնողին մեծարելը միշտ էլ պատվի ու արժանապատվության հարց է եղել, իսկ մանկատունն ու ծերանոցը մերժված հաստատություններ, բայց այսօր թե մեկը թե մյուսը բնակիչների պակաս չունեն։ Չկա ավելի ցավոտ տեսարան, երբ մանկատուն այցելած յուրաքանչյուր օտարի մեջ բազմաթիվ տխուր աչուկներ հարազատ են փնտրում, երբ երեխան տառապում է կարոտով, բայց չգիտի ում նկատմամբ։ Ծնողական խնամքի ու գուրգուրանքի մեջ մեծացած իրենց հասակակիցների նկատմամբ մանկատան երեխաները անհասկանալի վերաբերմունք ունեն։ Վերջին հաշվով ինչն է ստիպում ընտանիքին երեխայից հրաժարվել։ Պատճառները գուցե շատ են, սակայն երբեմն էլ անբացատրելի։ Փաստաբան Թամարա Յայլոյանի գնահատմամբ ծնողները հիմնականում սոցիալական պայմաններից ելնելով են սեփական երեխային հանձնում օտարի խնամքին։ Երեխային գիշերօթիկ դպրոց հանձնելը չի նշանակում, որ ծնողը զրկվեց ծնողական իրավունքից, այսինքն նա լիարժեք իր ծնողական իրավունքը իրականացնում է այդ երեխայի նկատմամբ, այսինքն պարտավոր է մասնակցելու կրթությանը, դաստիարակությանը, նրա հոգևոր մշակութային զարգացմանը, պարբերաբար հանդիպել եւ տեսակցել երեխային։ Շատ երեխաների համար մանկատունը դարձել է ուղղակի ընտանիք, իսկ ամենակարևոր խնդիրն այստեղ մանկատանը հայտնված ծնողական խնամքից զուրկ երեխաների իրավունքների մասին խոսելն ու բարձրաձայնելն է։ Իրավունքներ, որոնք շատ հաճախ ոտնահարվում են նույն հասարակության անտարբերության պատճառով։ Մեկ այլ հաստատություն, ուր այցելեցին Գյումրու Թրջունյան տուն, մանկատունն է։ Հաստատությունում ապրում է 150 երեխա, որոնցից 74-ը ծնողական խնամքից ընդհանրապես զուրկ են։ Մանկատունը երեխային ապահովում է հագուստով եւ անձնական օգտագործման պարագաներով, ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից։ 6 տարին լրացած երեխան մանկատան տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սահմաններում կարող է մասնակցել իր հագուստի եւ անձնական օգտագործման պարագաների ընտրությանը, իսկ պետությունը ոչ մի դրամ գումար չի հատկացնում հաստատությանը։ Տնօրեն Սոնա Սիմոնյանի խոսքերով կառույցը գոյատևում է միայն բարեգործների հատկացրած գումարներով, ինչը իհարկե քիչ է լիարժեք ապահովել սաների պահանջները։ Եթե կառույցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը ենթակա է, ապա ինչու պետությունը ոչ մի ձևի աջակցություն այս հաստատությանը չի ցուցաբերում։ Ոչ մի պետական աջակցություն ստաբիլ մենք չունենք։ Բարբերական էլի ասեմ, այցերով եւ այսպես նվիրատվություններով լինում են խրախուսանքներ, բայց ֆինանսական առումով զուտ բարեգործական է։ Պետությունը ոչ մի բանով չի մասնակցում։ Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները։ Քույրեր եւ եղբայրներ տեղավորվում են միևնույն կառույցում բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հակացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունը անհնար է իրականացնել միասին։ Սա Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի ընդունած որոշումն է, սակայն հարկ է նշել, որ այս դեպքում եւս իրավունքի խախտման դեպք Գյումրիում գրանցվել է։ Հեռուստադիտողին քաչ հայտնի է Շիրակի մարզի Ղարեբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի երեխաների պատմությունը։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխել էր Գյումրու Ֆրիդթյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ դպրոց։ Այնուհետև մի քանի օր անց երեխաներից փոքրին 4-ամյա Հարությունին տեղափոխել են մեկ այլ Թրջունյան տուն մանկատուն կրթարան։ Լրատվական անդրադարձերից հետո միայն հարցը ստացավ դրական լուծում։ Հիմա երեխաները ապրում են միասին մեկ հարկի տակ։
Շատ ցավալի է, որ երկու ծնող ունենալու դեպքում սա առաջին դեպքն է այս 4 տարվա մեջ, որ մենք երեխային մեկ ծնողի դեպքում նույնպես երբեք չենք տվել սոցիալական պատճառով, որովհետև երեխա մանկատանը չի հայտնվել այս վերջին տարիների ընթացքում, բայց սա այն դեպքը չէր։ Սա առանձնահատուկ դեպք էր եւ մենք փաստորեն փրկեցինք երեխաների կյանքը։ Գյումրու երեխաների տունն իր խնամակալության ու պաշտպանության տակ ունի 129 երեխա։ Հաստատությունում ապրում են այն երեխաները, ովքեր ծնվել են բնական արատներով եւ լքվել ծնողների կողմից։ Նրանք մշտապես պետական հոգացության կարիք ունեն։ Նրանց ընտանիքը այս հաստատությունն է, որտեղ ապրում են մինչև 6 տարեկան դառնալը, որից հետո տեղափոխվում են այլ մանկատներ։ Կյանքը փոքրիկների նկատմամբ առավել քանդաժան է եղել։ Մի կողմից զրկված են ընտանեկան ջերմությունից, մյուս կողմից առողջական լուրջ խնդիրներ ունեն, ասում է հաստատության տնօրեն Ռուզաննա Ավագյանը։ Առողջական խնդիրներ ունեցող այս երեխաները առավել եւս պետական ուշադրության եւ հոգացության կարիք ունեն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 8-ում սահմանված է երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք, ըստ այդմ։ Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեվոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք։ Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչներ։ Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն։ Սահմանափակ կարողությունների տեր երեխաների համար պետությունը պետք է միջոցներ հատկացնի նրանց բուժման համար գումարներ տրամադրելով։ Այնինչ այս տարի պետական բյուջեից երեխաների տան մանկատանը հատկացվել է 362 միլիոն 518 հազար դրամ, որից զարմանալիորեն 281 միլիոն 505 հազարը ուղղվում է միայն մանկատան աշխատակիցների աշխատավարձերին։ Փաստորեն երեխաները սնվելու, իրենց բնական կարիքները հոգալու են մնացած 80 միլիոն դրամով։ Գումարը բնականաբար քիչ է եւ լիարժեք հոգալ հատուկ կարիքներ ունեցող երեխաների հոգսերը տնօրենի կարծիքով հնարավոր չէ։ Հաստատությունում երեխաների մահացության դեպքեր եւս գրանցվել են 7 ամիսների ընթացքում մահվան 4 դեպք։ Եթե ժամանակին երեխաներին հնարավոր լինի վիրահատել, ապա մանկատունը որոշ չափով կբեռնաթափվի, սակայն փաստն այն է, որ պետությունը այդ նպատակով գումար չի հատկացնում։ Եթե նախատեսված գումարներով մենք իջնենք ներքև եւ բյուջեն նայենք, կտեսնենք, որ հաստատությունը միայն մի հոդվածով է, որ գտնվում է թերի վիճակում, դա սանհիգենիկ պարագաներն են, որովհետև շատ քիչ գումար է հատկացված այդ հոդվածով, մենք եթե տակդիրներ առնենք պետական բյուջեի գումարներով, որը ճիշտ ասած նախատեսված չէ, մեր հաշվարկներով, եթե յուրաքանչյուր երեխայի օրը 2 անգամ տակդիր փոխենք, ուրեմն ամբողջ տարվա ընթացքում մեզանից կպահանջվի 10 միլիոն դրամ, որովհետեւ մենք յուրաքանչյուր երեխային ապահովենք 2 տակդիրով։ Երբ երեխան հայտնվում է մանկատանը, դա արդեն իրավունքի ոտնահարում է, գտնում է փաստաբան Թամարա Յայլոյանը։ Մանկատունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է ապահովել երեխայի պաշտպանությունը։ Հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունից, այդ թվում սեռական շահագործումից եւ այլասերումից, դաժան վերաբերմունքից, աշխատանքի շահագործումից, հանցագործություններից, անուշադրությունից եւ անարդարությունից, առողջությունը վտանգող նյութերից եւ կյանքը վտանգող պայմաններից։ Ինչ է անելու երեխան, երբ անգամ մանկատունը չի դառնում իրեն հարազատ, երբ ստիպված է լինում չափահաս դառնալուց հետո հեռանալ այդ հաստատությունից։ Ինչ պարտավորություններ ունի պետությունը իր երկրի քաղաքացու նկատմամբ։ Խոսքը այստեղ բնակարանային աջակցության մասին է։ Բնակարան ստանալու մանկատան շրջանավարտների իրավունքները տարիներ շարունակ ոտնահարված են եղել։ Պետությունը իր իսկ երկրի անտուն քաղաքացուն բնակարանով ապահովելու հարցը չի լուծում։ Միայն այս տարի որոշակի քայլեր ձեռնարկվեցին, ընդունվեց որոշում մանկատան երեխաներին բնակարանով ապահովելու մասին, սակայն օրենքի ուժ այն դեռևս չի ստացել եւ հարց է թե երբևիցե մանկատնից դուրս գալուց հետո շրջանավարտները կունենան ընտանիք։ Այս տարի ծրագրի շրջանակներում Գյումրու Ֆրիդյոֆ Նանսենի անվան երեխաների պաշտպանության ու խնամքի գիշերօթիկ դպրոցի 29 շահառուներից 15-ին բնակարան նախատեսված է, սակայն հարկ է նշել, որ այս մանկատան երեխաներից ոչ մեկը պետության կողմից մինչ այժմ բնակարան չի ստացել։ Հերթական խոստումները կառավարությունը իհարկե շռայլել է, սակայն չի մոռացել խստագույն կետ սահմանել։ Բնակարանները շրջանավարտները վաճառելու կամ օտարելու իրավունք չունեն։ Հավանական է Մարալիկում արդեն իրագործվի ծրագիրը ու մոտ 1-2 ամսից բնակարանապաշխությունը սկսվի, իսկ Մուշում, քանի որ դեռ աշխատանքներ են կատարվում, երևի պետք է ավարտի հասնեն այդ աշխատանքները, հետո նոր էլ բնակարանները կպաշխվեն։ Իրենք իրավունք չեն ունեն այդ բնակարանները վաճառել, պետության կողմից կլինեն
վերահսկողություն մոտ 10 տարի։ Մանկատան երեխաների պատկերացումները սեփական ընտանիքի ծնողի մասին տարբեր են, ինչի մասին երեխաները խոսել չցանկացան։ Օրինակ, այս փոքրիկին երբ հարցրեցինք, թե ցանկանում է արդյոք վերադառնալ ընտանիք, ապրել ծնողների հետ, նա մի պահ լռեց, ապա նայեց շուրջը եւ թեքեց գլուխը։ Երեխաները սեփական ընտանիքից օտարացել են։ Ծնողը նրան հանձնել է ուրիշի խնամքին։ Ծնոր պապի կուս կայքի ուրախ ծնատատակ առած մրկեր խաղալիքներ խենձոր չամիշ մտավ տալիչ։ Ուրիշ շնորհակալ եմ պապի քեզնից, որ եկել ես հեռու տեղից, մենք շատ ենք քեզ կարոտել, լավ ես մեզ հյուր ես եկել։ Այսինչ ուրախ օր այսօր, մանուկներիս տոնն այսօր, հավաքվել ենք այսօր այստեղ, որ լավ տոնենք հանդեսը մեր, որ անսահման արտասանենք, ուրախացնենք մենք բոլորին, մանուկներիս այս լավ տոնին։ 2011 թվականի 7 ամիսների ընթացքում Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել 830 երեխա, որից 10-ը մահացել են ծննդաբերությունից րոպեներ հետո։ Նույն ժամանակահատվածում լույս աշխարհ եկած անառողջ երեխաների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25-ի փոխարեն հասել է 30-ի։ Ծննդատան տնօրենն ասում է, թե ավելացել են նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների թիվը։ Շատ դեպքերում ծնողը ծննդաբերությունից հետո երեխային լքում է նրա առողջական խնդիրների պատճառով։ Այս դեպքում ինչպես է կարգավորվում օրենքը։ Այդ երեխային շատ պարզ մեխանիզմ կա, ծնողի հրաժարականը մեր փաստացի կազմակերպվում է նաև մարզպետարանի եւ միլիցիայի կողմից ոստիկանները գալիս են, հրաժարականը ֆիքսվում է, այդ հրաժարականից հետո երեխան տեղափոխվում է մանկատուն։ Վերջին շրջանում ավելացել են նաև երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների թիվը։ Սոցիալական ցանցերում եւս այն բուռն քննարկման արժանացավ։ Մասնագետների գնահատմամբ այդ ամենի պատճառը անուշադրության պակասն է, եւ որ մանկատան ու գիշերօթիկ հաստատությունների սաները հասարակության խոցելի խումբն են համարվում։ Ակնհայտ է մի բան՝ մանկատանը հայտնված երեխան դառնում է կաշկանդված եւ իրեն զգում հասարակության ոչ լիարժեք անդամ։ Իսկ այս ամենը կատարվում է մի պետությունում, որը խրախուսում է բազմազավակությունը, միևնույն ժամանակ պայմաններ չստեղծելով անհոգ եւ բարեկեցիկ մանկություն ապահովելու։ Եթե տարիներ առաջ Գյումրիում ընդամենը 1 մանկատուն է գործել, այսօր այդ թիվը եռակի է։ Գյումրիում գործում են նաև սոցիալական մանկական խնամքի կենտրոններ, որոնց թիվը դարձյալ գնալով ավելանում է։ Այստեղ այցելում են սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ, սնվում ստանում հոգեբանական աջակցություն։ Այս ամենը խոսում է այն մասին, որ սոցիալական իրավունքի պաշտպանություն քարոզող երկրում մարդու սոցիալական իրավունքը ոտնահարվում է։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք թողարկումը։ Տիկին Բախշյան, դիտեցինք տեսանյութը, ինչպես տեսանյութից արդեն պարզ երևում է, տեսանյութում անդրադարձ է կատարվել Գյումրու մանկատների եւ գիշերօթիկ հաստատությունների, այնտեղ ապրող խնամվող երեխաների մասին։ Եվ ամենակարևոր եւ խնդիր, որ այստեղ պիտի քննարկվի եւ բարձրաձանվի, այն գումարները, որոնք պետությունը հատկացնում է մանկատներին եւ գիշերօթիկ հաստատություններին։ Արդյոք այդ գումարները ծառայում են իրենց նպատակներին, թե չարաշահումներ այնուամենայնիվ լինում են, ինչպես արդեն հեռուստադիտողին եւս քաչ հայտնի է, նման դեպքեր Գյումրիում գրանցվել են։ Ինչպես ուրեմն պետությունը երբ հաշվարկում է յուրաքանչյուր երեխայի վրա այդ ծախսը, ինչպես է հաշվարկում այդ գումարի մեջ, որքանն է առողջությունը, որքան է կրթությունը, որքան է SSS մյուս ծախսերը եւ մնացած շենքի պահպանում, մշտական ծախսեր եւ այլն եւ այլն։ Եվ որքանով է այդ ծախսը վերահսկվում։ Շատ լավ գիտեք, Գյումրիում եք ապրում 2007-8 թվականներին հենց Շիրակի քրեական ոստիկանության քրեական բաժինը ստուգումներ է արել եւ Թենանսենում, թե երեխաների տուն մանկատանը հայտնաբերել է լուրջ չարաշահումներ, մասնավորապես երեխաների տունը 4.1 համարյա 1/10 միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերել։ Ես հետս բերել եմ Հայաստանի Հանրապետության Արդարադատության պետական խորհրդական գլխավոր դատախազի տեղակալ Թամազյանի նամակը, որտեղ գրված է, որ երեխաների տուն ՊՕԱԿ-ի տնօրենի կողմից 2007-8 թվականների ընթացքում պաշտոնական լիազորությունների չարաշահման հետևանքով ՊՕԱԿ-ին 4 մոտավորապես 1 միլիոն դրամ էական վնաս պատճառելու վերաբերյալ 2010 թվականի հունվարի 25-ին հարուցվել է քրեական գործ եւ նախաքննության ընթացքում Ավագյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի այսինչ հոդվածի այսինչ մասով պաշտոնեական անփութություն,
Ուրեմն 4.1 միլիոն դրամը էական վնաս կարելի է պատճառել մանկատան երեխաներին եւ դրանով պաշտոնական անփութություն եւ համաներումով կարճեն այդ գործը ու տնօրենը շարունակի աշխատել այն դեպքում, երբ նախարարը հայտարարում է, եթե որևէ պաշտոնյա չարաշահի գումարներ, ուրեմն նա իրավունք չունի աշխատել։ Ես նախարարին եմ գրում նամակ, ասում եմ, խնդրեմ, փաստ չարաշահվել է եւ 41 միլիոն դրամի վնաս է պատճառել մանկատանը, ինձ նախարարը մի ինչ ասեմ, այսպես անտեղյակ մարդու նամակ է ուղարկել։ Փաստորեն տիրում է անպատժելիության մթնոլորտ, վերջի վերջո խոսքը երեխաների մասին է, ովքեր նաև զրկված են ծնողական ջերմությունից, գուրգուրանքից։ Փաստորեն պետական միջոցները այդ երեխաներին ամբողջությամբ չեն հասնում։ Մի դեպքում Նանսենի մանկատան տնօրենը 1.1 միլիոն է չարաշահել, նրան աշխատանքից ազատում են, այստեղ 41 միլիոն է, բայց ասում են, որ համարվում է լավ տնօրեն։ Գիտեք, կարող է լավ տնօրեն է, բայց 4.1 միլիոն դրամ վնաս է հասցրել։ Էլ լավ տնօրեն ո՞րն է, այսինքն էլ ինչքան պիտի վնաս հասցվի որևէ պաշտոնյա, որևէ նամանավանդ մանկատանը, որպեսզի ինքը պատասխանատվություն կրի այդ հանցանքի համար, փաստ է հանցանքը գործվելը։ Ուզում եմ ասել, որ այստեղ շատ կարևոր է նաև հասարակության պահանջը այդ մարդկանց նկատմամբ։ Նրանք օգտվում են առիթից, որ իրենց շահառուները անօգնական, անզոր էակներ են եւ որևէ մեկը նրանց թիկունքում կանգնած չի։ Խոսելով Տիկին Բախշյան իրավունքների, դրա ոտնահարումների եւ ընդհանրապես այսօր մանկատան երեխաներն իրավունք ունեն կրթության, լիարժեք ժամանցի, ընդհանրապես այդ իրավունքները պաշտպանված են եւ ամենակարևորը բնակարանի իրավունք։ Գիտենք, որ պետությունը վերջին տարիներին այդ ուղղությամբ էական քայլեր չի ձեռնարկում։ Նախատեսված է այս տարի ծրագրով բնակարաններ, սակայն այդպես չի բաշխվել եւ ընդհանրապես այդ երեխաներն, ովքեր 18 տարին լրանալուց հետո հայտնվում են դրսում, որտեղ են ապրելու, պաշտպանում է արդյոք պետությունը այդ երեխաների իրավունքները։ Պետությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը։ Այն է, երեխան պետք է մեծանա ընտանիքում։ Այն գումարները, որ այս ծառայությունները, այս մանկատների, գիշերօթիկների համար հսկայական գումարները տալիս են, որոնց 60-65%-ը գնում է աշխատավարձի շենք պահպանելու վրա, այդ գումարների փոքր տոկոսը տան ընտանիքներին, այդ երեխաները պետք է մնան ընտանիքներում։ Երեխան պետք է ապրի ընտանիքում։ Երեխային կամ խնամատար ընտանիքների ցանցը պետք է ընդլայնվի։ Շատ ընտանիքներ կան, որ պատրաստ են երեխա վերցնել, պահել իրենց ընտանիքում, եթե պետությունը պատշաճ ֆինանսավորի այդ ընտանիքներին գիշերօթիկների փոխարեն, մանկատների փոխարեն, բայց պետական քաղաքականություն է խնամատար ընտանիքների ցանցը չընդլայնել։ Տիկին Բախշյան, ամբողջ աշխարհում եւս նկատվում է մանկատների բեռնաթափման ծրագրեր են գործում, սակայն այսպես տեսանյութից եւս պարզ երևաց, որ Գյումրիու հաստատությունները համենայն դեպս չունեն սաների, երեխաների պակաս, այնտեղ աշխատում են գերբեռնված եւ այլն։ Այսինքն, ինչու պետությունը չի կարող ապահովել լիարժեք այն ամեն ինչը, ինչը բավականացներ ծնողին, պահել իր երեխային եւ չհանձնել օտարի խնամքին։ Ինչու չի ուզում հարց տանք, որովհետեւ մանկատաների ֆինանսավորման, գիշերօթիկների ֆինանսավորման միջոցով հսկայական խողովակով գումար է գնում դեպի այնտեղ եւ այդ գումարները հաշվետվողականության եւ վերահսկողության պակասի պայմաններում կարող են այդ գումարները, չգիտեմ, չարաշահվել, այսպես ասած, եւ չպատժվել։ Պարզ չի ամբողջ աշխարհում այո գնում է քաղաքականությունը երեխայի իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետեւյալ լոզունգով երեխան պետք է ապրի ընտանիքում։ Հետևաբար այս գիրքը, որ դրել եմ իմ ծնկին, սա
հաշվետվություն է այն մասին, թե մեր ֆինանսավորման ամբողջ գումարները այդ ոլորտին դրվող, եթե գնար դեպի խնամատար ընտանիք, ինչքան ավելի պետության համար շահավետ է, ինչքան ավելի խնայում է պետությունը եւ երեխան մեծանում է ընտանիքում։ Սրա մասին է։ Այս քաղաքականությունը ձեռնտու չի այսօր մեր պետական քաղաքականությանը։ Շատ պաշտոնյաներ կան, որոնք շահագրգռված չեն երեխային վերադարձնել ընտանիք, այլ ընդհակառակը նրանց պահել մանկատներում, գիշերօթիկներում, հատուկ դպրոցներում, որպեսզի չվերահսկվի այդ խողովակներով գնացող գումարը։ Այս դեպքում ով է մեղավոր, եթե երեխան հայտնվել է արդեն մանկատանը, ծնողն է մեղավոր, պետությունը, որ չի կարող այն պայմանները ստեղծել, ընդհանրապես ով է մեղավոր այս ամեն ինչում։ Պետական քաղաքականությունն է մեղավոր, պետական քաղաքականությունը, որը չի ուղղում դեպի երեխայի իրավունքը, այս ամենի կենտրոնում երեխան չի։ Եթե երեխան հայտնվի կենտրոնում եւ երեխայի շուրջը հյուսվի ու լուծվեն այդ բոլոր խնդիրները, ապա ակնհայտ կդառնա երեխան ընտանիքում է նրա իրավունք ամենալավը պաշտպանվելու, սոցիալիզացվելու, ամեն հարցերը ընտանիքում է ավելի լավ լուծվելու։ Հետևաբար այդ գումարները վերահաշվարկվի, վերաֆինանսավորվի, ավելի խելացի քաղաքականություն մշակվի, որտեղ լավագույնս շահի երեխան։ Ինչպես ասեցի, առայժմ մեր պետական որոշ պաշտոնյաների համար դա ձեռնտու չէ։ Դրա համար էլ այսպես մանկատներում երեխաների թիվը կարող է մեծանալ։ Ես հիշեցնեմ, որ 90-ականների սկզբին ահավոր երկաժարժից հետո ես մեր Բալտիկայում էի, այնտեղ մի հոդված կարդաց իրենց ժուրնալներից, ամսագրերից մեկում, որտեղ հիացած խոսում էին այն մասին, որ այդ ահավոր երկաշարժից հետո Հայաստանում մանկատներում մի երեխա չի ավելացել։ Մի երեխա չի ավելացել։ Դա եւ բացատրում են նրանով, թե ինչքան երեխայասեր ժողովուրդ են, ամեն մարդ իր հարազատի երեխային վերցել է իր ընտանիք կամ հարևանի երեխային, նույնիսկ որպեսզի մանկատանը չմեծանա։ Իսկ այսօր ամբողջ բնակչության թիվը պակասում է Հայաստանում, իսկ մանկատներում երեխաների թիվը ավելանում է։ Հասարակություն ինտեգրվելու խնդիրները հարցը ինչպես է լուծվում։ Գիտենք, աշխատանք գտնելու հեռանկարներ չեն ունենա, համենայն դեպս մեծամասամբ այդ խնդիրը կունենան մանկատան շրջանավարտները։ Նրանք լուրջ թերարժեքության բարդույթով մտնում են կյանք։ Նրանք պատրաստ չեն դիմակայելու այս մեր կյանքին։ Ամեն տեսակի անպատրաստ լինելով իրենք կարող են ամենավատ ճանապարհները ընտրել գոյատևման համար։ Եվ այդպես էլ ստացվում է։ Փաստորեն մենք նրանց այսօր չպաշտպանելով, նրանց իրավունքները պատշաճ, պետությունը, այսինքն իրավունքները պատշաճ մակարդակի վրա չդնելով, ապագայում ավելացնում ենք հանցագործ տարրը, հասարակության համար վտանգավոր տարր, չես կարող մեղադրել, չես կարող, մարդուն պիտի կրթես, պիտի տաս, որ հետո պահանջես, ոչինչ չես տալիս ու հետո ասում ես նրանից ոչինչ չես կարող պահանջել։ Տիկին Բախշյան, նաև տարեստարին նկատվում է հատուկ կարիքներով երեխաների ծնելիության աճ, հետո այդ երեխաները, ծնողները չեն ընդունում, հայտնվում են մանկատներում ու նաև տարիները պահանջվում վիրահատելու կամ նաև չեն վիրահատվում, պետական հոգացություն չկա այդ երեխաների նկատմամբ, լույս աշխարհ են գալիս, ունեն արատներ, բայց այդ երեխան մեղավոր չէ ինքը, որ այդ արատով է լույս աշխարհ եկել, մերժվում է ընտանիքի կողմից, ծնողների կողմից ու հայտնվում օտարի ձեռքում, այսինքն երբ կհայտնվի մի բարերար, ով գումար կհատկացնի վիրահատելու համար կամ չի հատկացնում, այսպես այդ երեխայի ճակատագրով ով պիտի զբաղվի, ինչ իրավունք ունի այդ նորածինը, ով բնական արատներով է լույս աշխարհ եկել։ Երեխաների տուն մանկատան անձամբ ես երեխաներ տեսա, որոնք ունեն չնչին, ասենք թե արատներ, շատ որը կարելի է վերականգնել վիրահատությամբ եւ այլն, բայց մեր հասարակության կրթական մակարդակի այդ բացակայ ցածր լինելու պատճառով է, որ էլի
փաստորեն մեր հասարակությունն էլ մարդու իրավունքը չի ճանաչում, էլի պատշաճորեն, որ շատ հեշտությամբ հրաժարվում է երեխայից։ Դա կենսամակարդակի բարձրացման հետ, կրթական մակարդակի բարձրացման հետ, պետության մեջ ինչքան մարդու իրավունքների նկատմամբ պահանջը բարձրանա, ինքան յուրաքանչյուր մարդու մեջ կբարձրանա այդ որակը, որ ծնված մարդը ապրելու իրավունք ունի ընտանիքում, ինչպիսին էլ լինի։ Հեշտ է խոսելը իհարկե, կամ դեպքեր, որ իսկապես շատ ծանր է, բայց այդ երեխաների բոլոր իրավունքները պետությունը ստանձնում է, այսօր էլ է ստանձնում, ուղղակի արդյունավետ չեն ծախսվում այդ գումարները, արդյունավետ ճիշտ չեն ծախսվում այդ գումարները։ Եթե այդ գումարները ճիշտ գնան եւ բարերարների գումարներն էլ գումարվեն այդ պետական գումարներին, ես կարծում եմ մեր երեխաների իրավունքները շատ ավելի լավ բարձր մակարդակով կպաշտպանվեն, քան հիմա է իրականացվում։ Այս դեպքում ինչ պիտի անել, որ երեխայի իրավունքները չոտնահարվեն, գումարները, որոնք նախատեսված են, այս նպատակով չծառայեն ուրիշ նպատակների։ Մենք բոլորս պարտավոր ենք բարձրաձայնել, պահանջել տեղեկատվություն, պահանջել հրապարակայնություն, հաշվետվողականություն, պետական բյուջեի հաշվետվողականություն եւ պահանջենք, որ մարդիկ, ովքեր մեկ լումա նույնիսկ չարաշահել են կամ նույնիսկ մեկ լումա իրենց անփութության պատճառով տուժել է պետական հաստատությունը այնպիսին ինչպիսին մանկատունն է, նրանք պատժվեն, առնվազն չաշխատեն։ Շնորհակալություն Տիկին Բախշյան, ընդհանրապես մանկատունը, գիշերօթիկ հաստատությունները, երեխաներ, նրանց իրավունքներ թեմային շատ կարելի է անդրադառնալ, շատ խոսել, սակայն մեզ հատկացված ժամանակը ավարտվեց։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն։